Պարոն Փաշինյան, նախ առաջարկում եմ ավելի հանգիստ ոճով եւ տոնայնությամբ պատասխանել հարցերին։ Այս ընթացքում ես կարդում եի, որ մի ճապոնացի պարգևավճար իր կրճատել են, ղեկավարին սպանել է։ Մտածում եմ, կարող է ձեր նախարարները սամուրայներ են, դուք էլ քանի որ հայտնի կյանքեր փրկող եք, գնացել եք այդ խիսախ քայլին, սա իհարկե հումոր է, հիմա իրականություն է եւ մռմռալու մասով։ Ես հասկանում եմ, որ այս հարցը ձեզ շատ մռմռացնում է, որովհետև այս հարցը հուզում է Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներին, եւ դուք շատ լավ գիտեք դրա մասին։ Դուք որ շատ լավ գիտեք դրա մասին։ Իրականությունը, պարոն Փաշինյան, նա է, որ դուք դավաճանել եք ժողովրդին, որովհետև 2018 թվականին դուք ժողովրդին խոստացել եք բարեկեցություն, բայց միայն ձեր իշխանավորների բարեկեցությունն եք ավելացրել։ Ֆիզիկայի մեջ գոյություն ունի լույսի արագություն, չէ, ամենաարագ արագությունն է։ Դուք նոր չափման միավոր եք ստեղծել ձեր իշխանության հարստացման արագություն, լույսի արագությանը հավասարազոր։ Ես հասկանում եմ, լռեք եք որ խոսում ենք, լռեք եք որ խոսում ենք, լռեք։ Ավարտվել է ժամանակը։ Ես հասկանում եմ, որ այս հարցերը ձեզ շատ անհանգստացնում են եւ լավ եք անում, որ անհանգստանում եք։ Թալանացի մասով։ Թալանացը հավատում եք ժողովրդի ժամանակը չէ։ Ձեր մեջ մի բաժանեք։ Լրություն դալիճում։ Տիկին Խամոյան, կարծում եմ լավ առիթ է, որ ձեր խմբակցությունը ասի, թե ամիսը ծրարով ինչքան փող է ստանում Ռոբերտ Քոչարյանից եւ որտեղից նրան այդ փողը։ Երկրորդը մենք մի րոպե հանգիստ կոնկրետ մարդիկ կան, որ փաստագրված կոնկրետ միշիկից փող են ստացել ժամանակին, հիմա են նստած են այս դահլիճում ծրարով քրեական գործով տեսակում անունը պետք է տարվեր, հեսա հերթով կասեն, անուններ տվեք։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից եսկում ստեղծվել է մոտավորապես 230,000 աշխատատեղ։ Կոնկրետ թվերը մի քիչ պլյուս մինուս կարող լինի։ Երրորդը, բարեկեցության մասին եք խոսում, եկեք գնանք նայենք 2018 թվականի նախորդող 7 տարում Հայաստանից քանի մարդ է գնացել եվրոպական պետություն տուրիստի կարգավիճակով կամ ընդհանրապես Հայաստանից արտագնա քանի մարդ է գնացել, քանի մարդ է ավիատոմս գնել եւ հիմա նայենք 2018 թվականից հետո։ Բարեկեցություն է, բա ինչ է։ Բա ով ասում, բա երկրի հնան 18 թվից եսկում 52%-ով աճել է։ Չի կարող այդ բարեկեցություն չլինի։ Ինչ վերաբերում է մեր հարստություն, ցույց տվեք մեր հարստությունը։ Որտե՞ղ է մեր, ով է, բացառում եմ ես դա։ Չի կարող այդպիսի բան լինել, դա մերկապարանոց հայտարարություններ են։ Էլ չեմ անում, եթե հարստ 2018 թվին, երբ որ աղմուկ էր եղել մարզպետների աշխատավարձի հետ կապված, ես այդ ժամանակ այցի էի, չեմ էլ հիշում որտեղ էի այցի, գրեցի, ասի փոխանակ մարդիկ ուրախանան, որ մարզպետները 300,000 դրամի կարիքը ունեն, բայց եթե հարստացել ենք, ինչի ենք, կներեք ուրիշ բան պետք է ասեի, վրեկներս բան անում, վրեկներս խոսակցություն բերում, եթե հարստացել ենք, ինչի ենք անում, են այդ հարստությունները չամադանի տակից կհանենք, կծախսենք, բայց եթե հարստացել ենք, դրա կարիքը կա, ասենք դուք չեք հասկանում ձեր հարցի բանը, անտրամաբանական լինելը եւ ամենակարևորը, այստեղ մենք չենք խնդիրը, այստեղ պետության եւ պետական ինստիտուտների կայացումն է խնդիրը։ Մենք բարձրացրել ենք ուսուցչի աշխատավարձը, այսօր Հայաստանում մի ամիս առաջ ասում էի մի հոգի կամ երկու հոգի, այն օր իմացա 13 հոգի ուսուցիչ 700,000 դրամ եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող կա։ Մենք զինվորականի աշխատավարձն ենք բարձրացրել ուսուցչինը, բժշկինը, դատավորինը, դատախազինը, քննիչինը, թոշակներն ենք բարձրացրել, սոցվճարներն ենք բարձրացրել, բարեկեցության մակարդակն ենք, մենք բենզինի գներն ենք իջացրել, բայց այդ փող չի։ Եվ այո, Հայաստանում բարեկեցության մակարդակը աճել է։ Ոմանցը կարող է եւ այդ թեմաները ես ուզում եմ հասկանամ։
Գոնե մի խոսացեք էլի։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։